Հուսով եմ հասկացար ասածս։ Սա քեզ համար ժամանցի տեղ չի։ Եթե ուզում ես շարունակել աշխատել այստեղ, ուրեմն պետք է լուրջ վերաբերվես գործին։ Իսկ հիմա կարող ես գնալ։ Գտար այդ Նարե Մարկոսյանին։ Հա Ռոբերտ Մարկիչ, գտա այդ աղջկան, բայց ոչ մի կերպ չի ուզում նկարվել գովազդում։ Մի բան էլ ինքն է, հա, չեմ ուժում անում։ Ինչքան ես հասկացա, Նարեն շատ խիստ վիրավորված է Մարկից, ու այդ պատճառով չի ուզում ոչ մի առնչություն ունենալ մեր օֆիսի հետ։ Ինչ չի հետաքրքրում ինքը ինչ է ուզում։ Ես մի բան գիտեմ, որ մենք ամեն գնով չպետք է կորցնենք մեր պատվիրատուին։ Այդ աղջիկը հաստատ կստորագրի պայմանագիրը։ Դա ես ձեզ խոստանում եմ։ Վստահ եղեք։ Դե տեսնենք։ Լավ, շարունակիր աշխատել։ Չեր մնում բռնվում։ Ու այդ ամեն ինչի պատճառը դու ես։ Պետք է ավելի ուշադիր լինես։ Ես ինչ մեղքում եմ, Միկա։ Լավ, մոռացանք։ Ինչի համար հետ եկար։ Ինչ ա եղել։ Հիշում ես, չէ՞, որ ինձ խոսք ես տվել, որ այդքան հենց անես, որ Էլլային գրավեմ։ Հիշում ես, չէ՞։ Դու հիմա ինձ ձայնագրելու ես։ Դու գիտես, որ ես հիշողությունից լավ չեմ։ Լավ։ Միացրած, հա։ Դե սկսի։ Խորհուրդ համար 1։ Էլայի մոտ ցույց տուր, որ հրամաններ դու ես տալիս։ Եթե քեզ կվիրավորի, դու էլ իրան վիրավորի։ Կխփի քեզ, դու էլ իրան խփի։ Կան կանայք, ովքեր սիրում են, որ իրենց հանդեպ ուժ են գործադրում։ Էլան ինձ թվում է դրանցից է։ Խորհուրդ համար 2։ Խանդի առիթ ստեղծի։ Այ օրինակ, ինչ ես մտածում Միլենայի մասին։ Միլենան շատ լավն է, բայց Միլենային գրավելը դժվար կլինի, Միկա։ Ավելի հեշտ կլինի Էլային, քան Միլենային։ Ոնց ես մտածում։ Խորհուրդ համար 3։ Միլենային պետք չի գրավել, Սևակ։ Ուղղակի ձևացրու, թե հետաքրքրված ես Միլենայով։ Թող Էլան մտածի, որ հետաքրքրված ես ու սկսի քեզ խանդել։ Հա։ Իսկ հիմա ամենակարևորը, խորհուրդ համար 4։ Բոլոր 3 խորհուրդները լավ սովորի։ Հետո կգաս, կանցնենք առաջ։ Եղա։ Հա։ Իսկ հիմա գնա այստեղից, քանի Ռոբերտը նորից չի եկել, նորից տեսել, թե մենք ինչով ենք ստեղ զբաղվում։ Հա, գնում եմ։ Մթոմի ու տատիկի շորերը շատ էր տեղավորվում ես պահարանի մեջ, հիմա էլ Նարենեկի հարմար տեղավորվել է։ Մարա, ասում եմ այդ Մարկը, ինչ այդ խեղճուկի հետ վիճել է, ոչ զանգում է, ոչ գալիս է, ոչ հետաքրքրվում է, քո գովազդի մասին էլ ընդհանրապես մոռացել է։ Ինչի պետք է հիշի, այն ժամանակ դա արվում էր Նարեի համար։ Իսկ հիմա ինչին է պետք։ Չէ, Մարա ջան, քեզ քո գեղեցկության համար են ընտրել, ու Նարեն այստեղ ոչ մի կապ չունի։ Իմ գեղեցկության համար թող այն առաջարկը անեին, որ նոր Նարեին արեցին։
Այդ անխելքն էլ հրաժարվում է։ Բայց այդ Նարեն շատ բախտավոր աստղի տակ է ծնվել։ Բայց ես այս հարցը սենց չեմ թողնի։ Ես հենց վաղը կգնամ Մարկի մոտ ու այս բոլոր հարցերը կլուծեմ։ Ես չեմ թողնի, որ այդ անպետքի պատճառով իմ աղջկաս ապագան խորտակվի։ Լսի, Մարա, ասում եմ չօգտվենք առիթից։ Քանի Մարկը Նարեի հետ չի խոսում, Մարկի ուշադրությունը սևեռեն քեզ վրա։ Մամ, Մարկը մինչև ականջների ծայրը Նարեին է սիրահարված։ Օй, Մարա, ոնց որ իմ աղջիկս չլինես։ Ոչինչ, ես այս հարցը սենց չեմ թողնի։ Արամ բարև։ Ոնց ես։ Իմացել ես, որ Մարկն ու Նարեն կռվել են իրար հետ։ Գիտեմ, Մարա, գիտեմ։ Ինչի ես իզուր տարապում Նարեի համար։ Միևնույն է ինքը քեզ չի սիրելու։ Ինչի կան գործերով չես զբաղվում։ Իմ ու Նարեի հարաբերությունների մեջ ավելի լավը չմտնես։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Մարա, ես Նարեին սիրում եմ։ Ու ամեն ինչ անել եմ նրան հասնելու համար։ Ինչի երկնքից Արամ։ Միևնույն է Նարեն մենակ Մարկի մասին է մտածելու։ Ժամանակը ցույց կտա։ Երազի։ Երազելը ված բան չի։ Բայց զգուշ հանկարծ, որ երազանքները այդ փշուր չդառնան։ Մարա, քեզ հետ եմ այ աղջիկ։ Թե ինչ կա այդ կոմպյուտերի մեջ, որ առավոտից իրիկուն պոկ չես գալիս դրանից։ Լան, կյանքից հետ ես մնացել։ Հիմա 21-րդ դարն է։ Ինտերնետով ընկերներիս հետ եմ շփվում։ Եթե ձևերը չգիտես, կարամ սովորացնեմ։ Լիլիթ ջան, ես ամեն ինչի ձևերն էլ գիտեմ։ Ուղղակի նախընտրում եմ ընկերներիս հետ շփվել իրական կյանքում, ոչ թե ամբողջ օրը դրա դիմաց նստած։ Իմիջիալոց քեզ էլ խորհուրդ կտամ։ Խորհուրդները քեզ պայի։ Եթե հնարավոր լիներ ընկերներիս հետ հանդիպել, հիմա կողքդ նստած չէի լինի։ Իսկ շատ հետաքրքիր է, ինչի հնարավոր չի։ Որովհետև բոլոր ընկերներս Ամերիկայում են բնակվում։ Իսկ նրանց հետ շփվելու համար նախ պետք է գնամ Ամերիկա։ Լիլ, ուզում ես գնաս։ Բա մնամ ստեղ ինչ անեմ։ Ալո։ Բարև Լիան, Բարև։ այսօր ինչ պլաններ ունես։ Առանձնապես ոչ մի։ Ուզում եի քեզ մի հետաքրքիր տեղ հրավիրել։ Գիտես։ Ավելի լավ է թողնենք մի ուրիշ անգամ, հա։ Այսօր չէ։ Բայց ասացիր, որ այսօր զբաղված չես։ Հա, բայց այսօր դուրս գալու տրամադրություն չունեմ։ Ահա, փաստորեն կուլտուրական ձևով ինձ ասում ես, որ հետաքրքիր չի իմ հետ։ Ալիկ, դու մոռանում ես, որ քո ընկերը նեղացրել է իմ մոտ ընկերուհուն։ Այդ փաստը ես անտեսել չեմ կարող։ Բարձա։ Նարեին խափում են, բայց ցավը դու ես զգում։ Դե լավ։ Առաջ։ Հետո էլ կասեց վազեց ուրիշի մոտ։ Տղամարդիկ այդպիսին են։ Լիլիթ, կարող ես քեզ քո տարիքին համապատասխան պահել։ Ոնց կուզես։ Ինչի չես ուզում պապայի հետ խոսել, Մարկ։ Կարինա, ես նրա հետ խոսալու ոչ մի բան չունեմ։ Չէ, դու սխալ ես։ Սխալ եմ, հա։ Հասկանում ես, Մարկ, առանց խոսելու ոչ մի հարց չես լուծի։ Կարինա, պապայի հետ չի լինում խոսալ։ Երկրորդ բառից հետո կռիվ է դառնում։ Եթե չես ենթարկվում նրա հրամաններին իհարկե։ Մարկ, ես շատ եմ անհանգստանում։ Այս վերջերս մեր տուն ուղղակի ռազմի դաշտի է վերածվել։ Դա իմ մեղքով չի, Կարինա։ Եթե մեզանից յուրաքանչյուրը հարգի դիմացինի զգացմունքները, ոչ մի կռիվ էլ չի լինի։
Մարկ, մենք մի ընտանիք ենք, մի քիչ համբերատար եղի։ Խնդրում եմ քեզ, վերադարձիր աշխատանքի։ Ախր չէ որ դու քեզ ես հենց վնասում դրանով։ Չէ, Կարինա, ես պրոֆեսիոնալ եմ։ Ու ուրիշ տեղ կարող եմ հաստատ աշխատանք գտնել իմ համար։ Ալո։ Մարկ, Էլիզաս։ հիմա ձեռքիս հաբեր կա։ Էլիզ ինչի համար ես այդ հաբերը վերցրել։ Հիմա կխմեմ, որ քնեմ։ Գուցե կմոռանամ այն ցավը, որ ինձ պատճառել ես։ Մերս տուր Էլիզ։ Դու հո երեխա չես։ Իսկ հետո երևի չափաբաժինը կավելացնեմ ու հավերժական քուն կմտնեմ։ Բավական է Էլիզ։ Դու ոչ մի բան էլ չես անի։ Դու ինձ նման կապրես ու կշնչես։ Ես չեմ կարող, Մարկ, չեմ կարող։ Էլիզ, արդեն ես կատարվածի համար ներողություն խնդրել եմ։ Ես իսկապես ցավում եմ, Էլիզ, բայց թույլ չեմ տա, որ դու քո ինքնասպանության փորձերով ինձ շանտաժ անես։ Մարկ, պետք է մի բան անենք, որ Էլիզը հանգարց իրան վնաս չտա։ Արի զանգենք Լաուրային։ Էլիզը, արդեն հոգնել եմ այս վիճակից։ Ես իրանից ավելի շուտ կխելամ։ Կարինա, գնա ստեից, հա։ Գնա մենակ թողից։ Լավ, գնում։ Դու հլը կտեսնես։ Ալո, Արփի, Էլիզնա, դու ինձ պիտի օգնես։ Արփի, դու պիտի դուրս շպրտես այդ աղջկան քո ստուդիայից։ Եթե դու իմ ընկերուհին ես, ուրեմն պիտի օգնես։ Նար, համոզված ես որոշմանդ մեջ։ Հա, Լիան, համոզված եմ։ Ճիշտ է, մենք հիմա գումարի կարիք շատ ունենք։ Բայց դա չի նշանակում, որ ես կընդունեմ Մելիքյանների գործակալության հետ համագործակցելու առաջարկը։ Լիան, մենակ տեսնեիր ոնց զարմացավ իրանց աշխատողը, երբ հրաժարվեցի։ Կզարմանա, բա ինչ կանի։ Այստեղ են ասում, աղքատ ու հպարտ։ Հիմա քոնն է։ Ես չեմ ուզում ոչ Մարկի, ոչ էլ իր շրջապատից որևիցե մեկի հետ ինչ-որ մի առնչություն ունենալ։ Նար, ալիքներ զանգել։ Ինչ էր ասում, ինչ-որ հետաքրքիր տեղեր էր ավիրում, բայց ես հրաժարվեցի։ Լիան, հասկանում եմ, իմ պատճառով ես հրաժարվել, բայց գուցե ալիքը վատ տղա չի։ Ամեն դեպքում ես չեմ փոշմանել, թող իմանա, որ իմ հետ թեկուզ հանդիպելու համար պիտի պայքարի։ Ճիշտ ես։ Մարկ, խոսելու բան կա։ Մենակ ոչ իմը։ Մարկ, կներես, բայց պետքա խոսենք։ Մի րոպե լսի մեզ։ Ասեք, լսում եմ։ Մարկ, մենք անհանգստանում ենք քեզ համար։ Դրա կարիքը չկա։ Մի օր երեխա կունենաս ու կհասկանաս մեզ։ Վստահեցնում եմ, որ ես նրանց կհարգեմ։ Մարկ, ես հասկանում եմ քո դժգոհությունը։ Ես քեզ չպետք է խփեի։ Արի մոռանանք։ Լավ։ Ես ես ասում, մոռանանք։ Մենք անցել ենք այս սահմանը, որից որ հետ գալը դժվար է։ Մարկ, դու իմ որդին ես, մեր մեջ սահմաններ չեն կարող լինել։ Այ հիմա դու ինչ չես հասկանում, պապ։ Այ հենց դրա համար էլ մենք երբեք չենք դադարի իրար հետ վիճել։ Մարկ, դու արդարացի չես։ Հայրդ գիտակցում է իր սխալը։ Իսկ դուք էլ իմ հանդեպ արդարացի չեք։
Անընդհատ քննադատում եք, ճնշում, վիրավորում։ Ես արդեն հոգնել եմ անընդհատ նույն բանից։ Մարկ ջան, մենք միայն ուզում ենք, որ դու խելքի գաս։ Դու հիմա շփոթված ես, դու չես հասկանում ինքդ ինչ ես ուզում։ Չէ, մամ։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ եմ ուզում։ Այդ դուք չեք հասկանում։ Ես ընդամենը մի բան եմ ուզում, պարզ մի բան։ Լավ, Մարկ, մենք չենք եկել վիճելու։ Մենք ուղղակի ուզում ենք ասել, երբ վերադառնաս աշխատանքի։ Երբեք, պապ, ես երբեք չեմ վերադառնալու աշխատանքի։ Այնքան եմ վախենում քրոջդ համար։ Եթե հանկարծ Մարկը չմտափոխվի, ես չգիտեմ Էլիզայի հետ ինչ կկատարվի։ Ես ոնց հասկացա Մարկին Էլիզան ընդհանրապես չի հետաքրքրում։ Բայց Էլիզան խենթի պես սիրում է Մարկին։ Դու շատ ճիշտ ես, մամ։ Խենթի պես, բայց դա առողջ սեր չի։ Որքան շուտ Էլիզը համակերպվի այն մտքի հետ, որ Մարկը չի միանալու, այդքան քիչ կտարապի։ Բայց Մարկը իրավունք չուներ խաղալ իմ աղջկա զգացմունքների հետ։ Դու ճիշտ ես, մամ։ Մարկը մեծ սխալ է գործել։ Նա չպետք է Էլիզայից առանց բաժանվելու կապնվեր մեկ ուրիշ աղջկա հետ։ Բայց այսպես բոլոր կողմերից Մարկին դատապարտելն էլ ճիշտ չի։ Գիտես Միլենա, գուցե ես էգոիստաբար եմ մտածում։ Բայց ինձ այս պահին մենակ իմ աղջկա հոգեվիճակն է հետաքրքիր։ Իմ կարծիքով Էլիզային օգնելու միակ միջոցը ստիպել նրան ինքն իրեն հարգի։ Իսկ եթե չկարողանա ստրեսը մենակ հաղթահարել, ստիպված կլինենք դիմել բժշկի օգնությանը։ Իսկ Էլիզան ասեց, որ մենակ Մարկը կարա իրան օգնի։ Մեկը լինի Մարկին օգնի։ Նա էլ է շատ տառապում։ Նրա կյանքը ամբողջովին տակնու վրա է եղել։ Երեք Ռոբերտից իմացա, որ աշխատանքից ազատել է։ Ինչ։ Ռոնո չեմ վերադառնալու, պապ, երբեք։ Եվ սա ես վերջին անգամն եմ ասում։ Եթե ուզում ես սրանով ինձ դաս տայր, ուրեմն իմացիր, որ մոտդ ստացվեց։ Պապ, քեզ թվում է ամեն ինչ քո շուրջն է պատտվում։ Ես սա քեզ դաս տալու համար չեմ անում։ Բա էլ ինչի։ Ես ինքս ինձ ուզում եմ ապացուցել, պապ, որ թե որպես պրոֆեսիոնալ եւ թե որպես մարդ արժանինքներ ունեմ։ Ես ուզում եմ ամեն ինչի մենակ հասնել, պապ։ Ուզում եմ կայանալ եւ լինել անկախ։ Ես էլ չեմ ուզում լինել պապայի տղա։ Մարկ ջան, դու կայանալու խնդիր չունես։ Մարկ, ես քեզ չեմ հասկանում։ Պապ, ես ընդամենը ուզում եմ մի բան, որ հարգեք իմ որոշումները ու խամանճիկի նման չկառավարեք ինձ։ Ես այս տանն եմ մնում միայն Կարինայի համար։ Չեմ ուզում, որ հարսանիքից առաջ ինչ-որ խնդիրներ լինի։ Շատերը կուզենային քո փոխարեն լինել, բայց դու պատրաստ ես ամեն ինչից հրաժարվել։ Ցավում է, որ հիասթափեցրի, պապ։ Երևի կուզենայիր, չէ՞ որ մի հատ էլ տղա ունենայիր, որը որ վերջապես քո երազած տղան կլիներ, որին որ կկարողանայիր կառավարել։ Եվ վերջապես ինձանից հեռու կմնայիր։ Կներեք, որ աշխատանքային ժամին խանգարում է Մարկին, ուղղակի գրքերի համար է եկել։ Համալսարանում եք սովորում։ Չէ, ֆինանսական քոլեջում։ Ռոբ, ինչ եղավ։ Ռոբ։ Այսօր էլ քննությունը լավ անցնեցի, կարակի շնորհավորեք։ Ես տենց էլ գիտեի։ Շնորհավորում եմ Արամ ջան։ Մերսի մամ։ Տեր Աստված, ես իրոք երջանիկ եմ։ Արամ, իմ տղեն չլնելով հանդերձ, ես քեզանով հպարտանում եմ։ Փաստորեն Ռուզաննա իզուր ջանք չի թափել։ Գիտես, ախր ամեն ինչը լավ ես անում։ Լավ քննություններդ հանձնում ես։ Որպես վարպետ հիանալի վարպետ ես, որպես մարդ
հրաշալի մարդ ես։ Բանից պարզվում է, համել ուսումնատենչ ու կարգին տղա ես։ Վստահ եմ, որ Ռուզանին դեռ շատ ես ուրախացնելու։ Ինչ եք ասում, ինչ եք սենց լուր նստել, չնշեք։ Լավ ամոթ է ինչ մի նշելու առույթը։ Ոնց, ինչն է ամոթ։ Ես հիմա մի հավեսով սեղան կգցեմ։ Ահա, համաձայն եմ։ Ապրես, կեցես։ Ծաղիկներ, անթարամ զինուլներ, լավ ծաղիկներ են։ Գարունա Հակոբ ջան։ Հարսի հետ հրաշը շատ տարօրինակ մարդ է, եկավ գորգրած փողերես տվեք, հիմա էլ գնացել է չկա, մի բան եղած չլինի այ մարդ։ Հակոբ, որ չի գալիս, ուրեմն իրան այդ փողը հարկավոր չի։ Երնեք չեր։ Դու ավելի լավ այդ փողը ինձ տուր։ Ես այնքան կիսատ պրատ բաներ ունեմ անելու, ես գիտեմ ինչ կանեմ։ Այդ փողը տեր ունի զինա։ Որ տեր ունի, ինչի չի գալիս հետևից որ։ Այ, իմ մեղքն է, ես քեզ այդ մասին չպետք է ասեի։ Թե դու փողի անուն ես լսում, մի անգամից Ուր ես գնում, Հակոբ։ Չլինի գնում ես այդ հրաչին հիմա էլ ման գաս։ Չէ, գնում եմ խաղաղություն ման գալու։ Խաղաղություն եմ ուզում։ Ոչինչ, Հակոբ տղա։ Դու ինձ ստորացնում ես, որ ես քեզանից փող մուրամ, հա։ Ոչինչ, հեսա զինան միլիոնատեր կդառնա, նոր ես քեզ հետ կխոսեմ։ Արի Մարա ջան, արի նստի, զանգում եմ Մարկի օֆիս։ Ռոնո գովազդային գործակալություն, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարող եք ինձ միացնել Մարկ Մելիքյանի հետ։ Ներեցեք, բայց Մարկն աշխատանքի չի եկել։ Նա արձակուրդում է։ Արձակուրդում է։ Գիտեք, սա խոսում է Տիկին Մարկոսյանը։ Մարկ Մելիքյանը մեզ ժամացույց էր պատվիրել։ Հիմա այդ ժամացույցը առաքելու համար հարկավոր է նրա ստորագրությունը։ Կարող եք տալ նրա տան հասցեն։ Լավ, գրեք։ Մեկ վարկյան։ Այո, լսում եմ ձեզ։ Այո, շնորհակալություն, շատ շնորհակալ եմ, այո։ Ման, բայց դու տեսար, չէ՞։ Մտադիր էր ինձ գովազդում նկարահանել, ոչ մի նման բան էլ չկար, այդ Նարեն ու Մարկը ինձ ուղղակի ծաղրում էին։ Ոչինչ Մարա ջան, ես արդեն վերցրեցի Մարկենց տան հասցեն, և մենք հիմա կհագնվենք և կգնանք Մարկենց տուն։ Ես ես հարցը այսպես չեմ թողնի։ Հավատս չի գալիս, որ իմ տղան ընկած աշխատանք է ման գալիս։ Էն էլ են դեպքում, որ ինքը ունի իր սեփական ընկերությունը։ Դեռ նրանը չի։ Այս ամեն ինչը դեռ պետք է վաստակել, ինչպես ես եւ դու արեցինք, օրորի պայքարելով։ Ախտահանող հեղուկի գովազդային փաթեթի հետ կապված հաշվետվությունն եմ բերել։ Դուր տեսնեմ։
Սրանք ապրանքատեսակի ենթադրվող մոդելներն են։ Նրանց Մարկն է առաջարկել։ Պրոֆեսիոնալներ են ոնց որ, հա։ Մեծ մասը այո։ Իսկ պատվերատուն ասելա թե որ մոդելին նա ուզում ընտրի։ Պատվիրատուն ընտրությունը մեզ է վստահել։ Մարա Մարկոսյան։ Այս աղջիկը Նարե Մարկոսյանի հետ կապ ունի, նույն ազգանունն է։ Նրա քույրն է։ Ինչ? Նրա քույրը։ Մանե դրան կհանես կաստինգից։ Չէ, սպասերո։ Կարող եմ երես քայլով չկարողանանք Նարեին համոզել։ Եվ հետո Մարկը պայմանագիր է ստորագրել նրա հետ։ Պայմանագիր է ստորագրել։ Տղետ արդեն չի էլ բարեհաճում մեզ տեղյակ պահել։ Էլիզնայի լավ է։ Թե ես մեկը։ Հերիքա գնաս գաս, եկել ենք խանութ, որ գոնե մի քիչ ցրվես։ Իսկ քո լարվածությունը չի անցնում։ Չեմ կարողանում, Կարինա։ Մարկը իրավունք չուներ իմ հետ նման կերպ վարվեր։ Էլիս կարող ես մի բան հասկանալ, որ քո պահվածքով, քո սպառնալիքներով դու ավելի կհեռացնես նրան քեզանից։ Հեշտ ես ասում։ Ոնց կզգայր, եթե Միկան որոշեր քեզ լքել։ Ես հանուն Միկայի պատրաստ եմ ամեն ինչի։ Բայց միայն այն դեպքում, երբ որ ինքը պատրաստ է ինձ հետ լինել։ Մտածում եմ գնամ նրա մոտ օֆիս։ Ուզում եմ տեսնել։ Մարկը այլևս գործակալությունը չի աշխատում։ Ինչ։ Իսկ ինչի է դուրս եկել։ Վիճել եմ պապայի հետ վերջին դեպքերի կապակցությամբ։ Այ տեսնում ես։ Ու այդ ամենը մի հիմարի պատճառով։ Մարկը համ իր կյանքն է խորտակում, համ իմ։ Մի տխմարի պատճառով, որը գրոշ անգամ չարժե։ Երբեք չէի մտածի, որ նման բանի միջով պիտի անցնեմ։ Ես համոզված եմ, Կարինա, այդ աղջիկը շահամոլի մեկն է, որին միայն Մարկի փողերն են հետաքրքրում։ Էլիս, իսկ եթե մոռանաս Մարկին։ Ինչի նման բան ասացիր։ Մարկն է քեզ խնդրել, ճիշտն ասա։ Էլիս, չէ, ուղղակի մենք չենք կարող բռնի ուժով ստիպել, որ նա քեզ սիրի։ Նույնիսկ դու ինձ չես հասկանում։ Կարինա, խնդրում եմ քեզ, Կարինա, մի բան արա, դու պիտի ինձ օգնես։ Դու տեսնում ես, ես ամեն ինչ անում եմ նրա համար։ Մի բան արա, խնդրում եմ։ Էլիս, ախր ես ինչ կարող եմ անել, որ ինքը չի ուզում քեզ հետ խոսել։ Էլիս, ուր ես գնում։ Էլիս, կանգնի։ Խնդրում եմ, թող ինձ մենակ, Կարինա, գոնե դու ես ինձ հասկանում, իսկ հիմա նույնիսկ դու ես ինձ մեղադրում։ Բոլորը մտածում են Մարկի հանգստության մասին, իսկ իմ մասին ով պիտի մտածի։ Էլիս, մի րոպե հանգստացի։ Արի կգնանք մեր տուն, կնստենք այնտեղ հանգիստ, կխոսենք, անհարմար է, փողոցում բոլորը մեզ են նայում։ Բոլորից սպասում էի բացի քեզնից, Կարինա։ Վերջ, Էլիս, էլ ոչինչ մի խոսի, կգնանք մեր տուն, այնտեղ ինչ ուզում ես ինձ կասես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սա Մարկ Մելիքյանի տունն է։ Այո։ Իսկ դուք երևի իրանց տան աշխատողն եք։ Այո։ Ինչ եք ցանկանում։ Մենք պետք է Մարկ Մելիքյանի հետ խոսենք։ Մարկը տանը չէ։ Ոչինչ, մենք կսպասենք։ Գուցե նախ ներկայանայիք։ Մենք պարտավոր չենք ձեզ բացատրություն տալու։ Ասացի Մարկը տանը չէ։ Սպասեք։ Նարինե, դու երևի Մարկի քույրն ես, որ Մարայից նման
ապագա դիզայներ ես։ Ես Նարեի Մամա, ես Մարկի նախկին նշանածն եմ, որ Ռոնոյում հանդիպեցինք։ Նախկին նշանածը, որ պոկել էր Նարեիս մազերը։ Նարինե ինչ են անում սրանք ստեղ։ Էլիզ մի րոպե հանգստացի։ Տիկին կներկայանաք, դուք ով եք եւ ինչ եք անում այստեղ։ Ես Նարե Մարկոսյանի երկրորդ մայրն եմ։ Իսկ Մարաս քույրը։ Մենք եկել ենք Մարկի հետ խոսելու։ Անմիջապես դուրս կորեք այստեղից եւ ընդհանրապես Մարկից հեռու մնացեք։ Ասացի դուրս։ Սա ինչ դաստիարակություն է։ Մարկը լավ էլ արելա, որ քեզանից բաժանվել է։ Էլիզ հանգստացի։ Ասեցի դուրս։ Աղջիկ ջան, սա քո տունը չէ։ Դու երևի գլխի դեռ չես ընկել, որ այստեղ դու ավելորդ ես։ Ես չեմ հասկանում։ Դուք խուլ եք, չեք հասկանում։ Ես ասեցի չքվեք այստեղից հենց հիմա, դուրս կորեք։ Ոգեկանա գնացին։ Էլիզ արի ներս գնանք։ Տիկինից դուք լավ կլինի, որ գնաք։ Լավ, մենք կգնանք, բայց ի գիտություն ձեզ, մենք դեռ վերադառնալու ենք։ Եվ խնդրում եմ, Մարկին կփոխանցեք, որ եկել էր Նարեի մայրը եւ քույրը։ Իմիջայլոց, Մարկը լավ էլ արելա, որ քեզ թողելա։ Եթե Մարկը քեզ սիրեր, չէր քեզ փոխի իմ աղջկա հետ։ Իմիջայլոց, փոխանցեք ձեր անպատկառին, որ նա ինձնից երբեք Մարկին չի խլի։ Նարինե խի է սրանց ներս թողել։ Ես միայն հասցրեցի դուռը բաց։ Էլիզ ներս գնացինք։ Հանգստացի, արի գնանք տուն։ Ես ձեր մոտ իմ ինքնակենսագրականը թողել եմ։ Լավ, շնորհակալ եմ։ Դե ես ձեր հետ կկապվեմ։ Լավ։ Կծիծաղացում է, ինչ կանես։ Ինչ անեմ, չի լնում։ Արդեն 5 տեղ թողել եմ կենսագրությունս։ Չի լնում էլի։ Սեփական ֆիրմա ունեցող Մարկ Մելիքյանը աշխատանք է փնտրում։ Բայց ծիծաղալու է։ Կյանքում ամեն ինչ է լինում, Ալիկ։ Արի այդ ծանոթանալը դժվարացրեց կյանքդ։ Էլիզի հետ հեշտ էր ապրում։ Լավ էր էլի։ Հանգիստ ամեն ինչ առաջ էր գնում։ Ալիկ, ես Էլիզին չեմ սիրում։ Դու իմ ընկերն ես։ Գոնե դու ինձ պետք է հասկանաս։ Հասկանամ, չհասկանամ։ Նարեն հիմա չի ուզում լսի քո մասին։ Մարկ հետաքրքիր մարդ է, զարմանում եմ քո վրա։ Հանուն մեկի պատրաստ ես կորցնել ամեն ինչ։ Նույնիսկ սեփական ֆիրմատ։ Ալիկ, ես Նարեի հետ հաշտվելու հույսը չեմ կորցնում։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ մեծ սխալ ես գործում հանուն Նարեի ամեն ինչից հրաժարվելով։ Ինձ թվում է, կյանքումս ամենաճիշտ որոշումն է սա։ Նարեն քո համար նորուց կա դարձել։ Տեսար Յանի տխմար ընկերել չի երևում այս կողմերում։ Ինչ ես կարծում, վախեցա։ Չեմ կարծում։ Մարկի նման դիմակը պատրվել է։ Ով գիտի, Լիանան դրան գրողից ոսն ավարկել։ Չգիտեմ, խելքս բան չի կդրում։ Չգիտեմ էլ ինչի անթունակ Լիանան։ Լիանան արկածների մեծ սիր է արա։ Այնց դրանից է վախենում եմ, որի արկածախնդրության պատճառով մի օին չվերի գլխին։ Մի մտածի, Լիանը խելացի է, կարողանում է ժամանակից խաղից դուրս գալ։
Բարի օր տղերք։ Բարև ձեզ։ Ինձ կասեք Հակոբ Մարկոսյանի տունը որտեղ է։ Դες ուղիղ գնում ես, հետո աչքով չէ, հետո որ ձախողը մտնես, ինքն Աչքով մտնում ես, ընդ առաջի դուրն է։ Առաջի դուրը մտի ես կտենաս։ Բարև ձեզ։ Բարև տղա ջան։ Նարեն տանն է։ Չէ, տանը չէ, ինչ ես ուզում իրան ասես։ Ես ուղղակի ուզում էի ճշտել, ձեր թորնիկ ընդունեց մեր առաջարկը, թե ոչ։ Չէ, տղա ջան։ Նարեն ինչ որ ասում է, դա վերջնական խոսք է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ կա, ինչ հարցում եք, թե։ Ես Միկաներ Սիսյանն եմ։ Դուք երևի Նարեի հայրն եք։ Այո, Նարեի հայրն եմ։ Իսկ դուք ով եք։ Ես Ռոնո գովազդային գործակալության աշխատակիցն եմ։ Մենք ձեր աղջկան Նարե Մարկոսյանին գովազդի առաջարկ ենք արել։ Լավ, բարձր։ Մարկն է քեզ ուղարկել։ Չէ, գիտեք, մեր առաջարկը մեր տնօրենի որդու հետ կապ չունի։ Հիմա լսի, թե ես ինչ եմ քեզ ասում։ Դու գնաս ու քեզ այստեղ ուղարկողներին կհաղորդես, որ իմ աղջկանից հեռու մնա։ Թե չէ ես իմ մարածների համար պատասխանատու չեմ։ Մեր առաջարկը Ով է Հակոբ Մարկոսյանը։ Ես եմ։ Քաղաքացի Մարկոսյան, մենք տեղեկություն ունենք, որ դուք զբաղվում եք արծաթեյրերի ապօրինի առք ու վաճառքով։ Իմ ապրանքը ամբողջ աշխարհի առաջ դրած վաճառում եմ։ Դա ապօրինի է կոչվում։ Բարի, քաղաքացի Մարկոսյան, այժմ մենք իրար հետ կգնանք ոստիկանություն, այնտեղ էլ ամեն ինչ կպարզենք։ Ինչ ոստիկանություն, տղա ջան։ Իմ տղեն ոչ մի վատ բան չի արել։ Հանգստացի մայրիկ ջան, մի քանի հարցեր ունենք, կճշտենք, եթե ամեն ինչ նորմալ եղավ, ազատ կարձակենք։ Քաղաքացի Մարկոսյան, մենք նաև իրավունք ունենք ձեր տունը խուզարկելու։ Վարդանյան, զբաղվիր դրանով։ Բայց սախր։ Մի րոպե, ես հիմա ձեզ ամեն ինչ կբացատրեմ, ախր բացատրելու ոչինչ չկա։ Դուք ձեր գործունեության օրինականությունը հաստատող փաստաթուղթ ունեք։ Առայժմ չունեմ, բայց դե որ չունեք, ուրեմն մնացած տեսակի բացատրությունները բաժնում։ Հակոբ, այս ինչ են մեր տունը խոզարկում։ Այս ինչ մարդիկ են։ Զինա ջան, Հակոբին ոստիկանություն են տանում։ Ինչի։ Ինչ է կատարվում, Հակոբ։ Հանգստացեք, ոչ մի բան էլ չկա։ Տիկին, մենք ընդհանրապես մեր հանձնարարությունն ենք կատարում։ Մնացած հարցերը քննիչի հետ։ Բայց իմ ամուսին ազնիվ մարդ է։ Սա հաստատ սարքած գործ է։ Մեզ ինչ պետք է գտա։ Կարող են գնալ։ Հակոբ ջան։ Հակոբ ջան։